Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Խզմալյան։ Ողջույն, պարոն Կիրակոսյան։ Պարոն Խզմալյան, հայտնի դարձավ, որ Ադրբեջանում դադարեցվելու է միջազգային Կարմիր խաչի գործունեությունը, հաշվի առնելով, որ մենք այնտեղ ունենք ռազմագերիներ, սա ինչ բացասական ազդեցություն է ունենալու։ Ակնհայտ է, որ հատկապես Կարմիր խաչի գրասենյակը փակվելուց հետո Հայաստանը եւ ամենակարևորը միջազգային հանրությունը շատ ավելի քիչ հնարավորություն կունենա, շատ սահմանափակ հնարավորություն կունենա հետևելու եւ առնչվելու, հետևաբար նաեւ պաշտպանելու հայ ռազմագերիներին եւ այն քաղաքական գործիչներին, որոնք այնտեղ պատանդ են եւ դատվում են հենց հիմա։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանի գլխավոր կամ գոնե միակ նպատակը դա չէր։ Ադրբեջանը փակվում է աշխարհից, երևում է, որ դեգերումներ են կատարվում եւ Ադրբեջանը փնտրում է իր նոր տեղը փոփոխող աշխարհում, շատ հաջող մեկնարկից հետո Ալիևը մեծամտությունից ստերեոտիպ եւ ինչպես Ստալինը կասեր հաղթական գլխապտույտից մի քանի կոպիտ սխալ կատարեց, հետո հատկապես հիմա նա բավական երևի ծանր է տանում այն հանգամանքը, որ Ֆրանսիան եւ Մակրոնը, ում նա Էրդողանի հետ միասին թիրախավորում էր եւ կարծում էր, որ դա Եվրոպայի թույլ օղակն է, նրանց համար անսպասելիորեն վերջի շաբաթներին եւ բառացիորեն օրերին դարձավ Եվրոպայի առաջնորդը եւ շատ անսպասելի բոլորի գրեթե համար ոչ միայն համար մեկ պետություն Եվրոպայում, այլ նաեւ փաստորեն նոր եվրոպական քաղաքական ճարտարապետության հեղինակը։ Թուրքիան իմիջիայլոց արդեն շտապեց Ֆիդանի շուրթերով տեղ խնդրել նորացվող եւ վերազինվող, վերակառուցվող Եվրոպայում, ասելով, որ Թուրքիան պատրաստ է ոչ միայն կրկին հայտ ներկայացնել Եվրամիությանը, այլ մասնակցել նաեւ այն ստեղծվող ռազմաքաղաքական դաշինքին։ Ադրբեջանը բնականաբար դուրս է մնացել այդ խաղից եւ Թուրքիան այստեղ նրան չի օգնի։ Որը ժամանակ Ալիևը բավական հմտորեն փորձում էր կապիկել կրկնապատկել կներեք Թրամփի էքստրավագանտ քայլերը եւ օրինակ Ազատություն ռադիոյի փակումը զուգահեռ զուգորդվում էր ռուսական համապատասխան լրատվամիջոցների փակումով եւ չէր առաջացնում մեծ աղմուկ, որովհետեւ դիտվում էր որպես ինքնիշխան պետության մի փոքր միգուցե նույնպես անսովոր, բայց դրամաբանական քայլ էր։ Հիմա նա իսկապես դիմում է ՄԱԿ-ի եւ Կարմիր խաչի փակման ծայրահեղ քայլերին, որոնք բնականաբար որոնց համար պատժվելու է, եւ ես կարծում եմ, որ դա կապված է նաեւ Եվրոպայի նոր այդ եղանակներով, Եվրոպայում տիրող նոր միտումներով եւ նրանով, որ նա փորձում է դեռևս ցույց տալ Թրամփին, որ նա վարում է ինքնուրույն եւ ամերիկամետ քաղաքականություն, որովհետեւ դա կարծես թե նման է այն գաղափարներին, որ Թրամփը, Մասկը եւ Վենսը բարձրաձայնում են, բայց լինելով մահմեդական պետություն, ի վերջո լինելով հայերի ախոյան, նա չունի այն հնարավորությունները, որոնց հետևից ընկել է, եւ եթե ոչ Փաշինյանը, ապա ցանկացած այլ կառավարություն կամ առանց կառավարության էլ քաղաքացիական հասարակությունը, մենք Սփյուռքը կկարողանանք վարկաբեկել եւ անընդհատ ճնշման մեջ պահել Բաքվին, այդպես որ այդ փորձը
նրա մոտ չի ստացվի։ Պարոն Խզմալյան, Հայաստանի իշխանությունը պատշաճ քայլեր ձեռնարկում է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրների հետ կապված, օրինակ արդեն 18 օր ադրբեջանական բանտում հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանը հայտարարում է, որ Հայաստանի վարչապետն ու իշխանությունը մի շարք տարրական քայլեր անգամ չեն ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների համար։ Ամերիկացի փաստաբանը, որի միջայլոց լավագույն մասնագետներից է այս ոլորտում, բավական է հիշել, որ նա պաշտպանում էր Մյանմայի, Բիրմայի այլախոհ անցուկին եւ ասենք Հարավաֆրիկյան հանրապետությունում դատվող ժամանակին arczepiskopos Tutuin, այսինքն նա իսկապես առասպելական մարդ է այդ բնակավարում եւ կարելի է պարզապես համաձայնվել նրա հետ, բայց դա քիչ է համաձայնվել, որովհետև սա խայտառակություն է։ Ես կարծում եմ, որ պետք չէ այստեղ քաղաքականացնել իրավիճակը կամ կուսակցականացնել այն։ Այո, Ռուբեն Վարդանյանը, մեղմ ասած, ինչպես ասում էր մի ռուսական վեպում, մեր հերոսը չէ։ Նա մեղավոր է, եղել եւ մնում է հայ ժողովրդի առջեւ, բայց դա հիմա որևէ նշանակություն չունի։ Շատ ավելի ծանր են Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Արայք Արությունյանի մեղքերը, այն ինչ իրենք արել են Արցախում, այն ինչ իրենք արել են հայ ժողովրդի առջեւ, աններելի է, բայց այս ամենը հիմա որևէ նշանակություն չունի։ Նրանք Հայաստանի քաղաքացիներ են, նրանք հայկական ոչ միայն գաղտնիքների, պետական ինչ-ինչ տեղեկությունների կրող են, նրանք հայկական անձնագրի կրող են եւ այդ անձնագրում գրված է, որ Հայաստանի քաղաքացին պաշտպանված է Հայաստանի Հանրապետության կողմից։ Մենք դա չենք տեսնում։ Ոչ Ռուբեն Վարդանյանի, ոչ այլ մարդկանց դեպքում, ընդ որում եթե ռազմագերիների վերաբերյալ որքան էլ ցավոտ թեմա է դա, հասկանալի է, որ որոշ կտրուկ քայլերը վտանգավոր են, որովհետև այդ զինվորների կյանքն է վտանգված, բառի բուն իմաստով, ֆիզիկապես, տանջանքներ, կտանքներ, ապա այս խումբը նրանք քաղաքական գործիչներ են եւ գոնե դրանով են պաշտպանված, ուստի պասիվությունը, լռությունը կամ այդ անգործությունը հանցավոր է Հայաստանի կողմից, բայց խնդիրը միայն դա չէ, իսկ որ հարցում է Հայաստանի իշխանությունը, ես նկատի ունեմ հիմա միմիայն Ադրբեջանի հետ հարաբերությունները, որ հարցում է հաջողվել, որևէ լուրջ համոզիչ քայլ արել։ Խաղաղության պայմանագիրը, որի ստորագրումը գերխնդիր է դարձել իդեա ֆիքս, ես ինձ թույլ տվեցի, ես հասկանում եմ, որ դա սրբապղծություն կարող է թվալ, բայց ես դա անվանում եմ խաղաղամոլություն։ Մի քանի անգամ կրկնել եմ նաև ձեր եթերում, սա ոչ մի լավ բանի չի բերի, որովհետև ոչ միայն մեզ է թվում, ինձ է թվում, որ չի կարելի ցանկացած գնով խաղաղություն մուրալ եւ առավել եւս բոլորս հասկանում են, որ այդ խաղաղության պայմանագիր կոչվածը դա թուղթ է, որի վրա Ալիևը Պուտինը թքած ունեն եւ Ուկրաինայի օրինակը դրա վառ ապացույցն է 94 թվականին ոչ թե ինչ որ Ալիև կամ ինչ որ Ելցին, այլ Միացյալ Նահանգների նախագահ եւ Բրիտանիայի վարչապետն են ստորագրում երաշխիքներ Ուկրաինայի խաղաղության եւ տարածքային ամբողջականության, որտեղ կորան այդ երաշխիքները։ Բացի դա, տեսեք, ես կարծում եմ պետք չէ խուլ ու համր լինել։ Ժամեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ի թիվ այլ կարևորագույն հայտարարությունների, որ արել էր իր ուղերձում, այո, շնորհակալություն։ Նա ասել էր ի թիվ այլ բաների կարևորագույն,
Մի բան, որը ուղիղ վերաբերվում է մեզ եւ կարծում եմ վարչապետ Փաշինյանին պետք է վերաբերվի։ Նա ասաց Ուկրաինայի մասին, որ ոչ Ուկրաինային, ոչ Եվրոպային պետք չէ խաղաղություն ցանկացած գնով, հատկապես բռնապետների թելադրանքով գրված խաղաղության պայմանագիր։ Ընդամենը 1-2 անուն փոխենք եւ սա հենց այն է, ինչ կատարվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բայց մենք ինչ կապ ունենք Եվրոպայի հետ։ Խնդիրը այն չէ, որ մենք կապ ունենք, թե չունենք, մենք շատ մեծ կապ ունենք Եվրոպայի հետ, բայց խոսքը հենց այն մոդելի մասին է, որ Ուկրաինան եւ Եվրոպան չեն համաձայնվում այն մոդելի հետ, որը առաջարկեց Թրամփը եւ Պուտինը, որովհետեւ խաղաղությունը պահանջում է լուրջ երաշխիքներ եւ դրանք չեն երևում։ Նույնը վերաբերվում է Փաշինյան-Ալիև կամ Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, որտեղ որևէ թուղթ, որի համար Փաշինյանը հիմա պատրաստ է փոխել սահմանադրությունը կամ հետ կանչել հայտերը դատական Ադրբեջանի դեմ, ինչը անթույլատրելի է, աններելի սխալ կլիներ եւ ինչը ոչ մի դեպքում պետք չէ թույլատրել, ես կարծում եմ այդ առանձին թեմա է։ Ուզում եմ ասել, որ այս ամենը ոչ մի դրական էֆեկտ չի ունենա եւ անգամ եթե կատարվեն այս պայմանները եւ քաղաքացի, եթե Ալիևը ստորագրի այդ ապագված թուղթը, ոչինչ չի խանգարի առաջին իսկ փոփոխության դեպքում քաղաքական դրժել պայմանագիրը եւ հարձակվել։ Բոլորովին այլ միջոցներով է պետք բերել խաղաղություն։ Մենակ մեկ միջոց է։ Հենց այն միջոցը, որին դիմեց եւ որը ստացավ այս օրերին, այս ժամերին Ուկրաինան։ Ռազմաքաղաքական դաշինք։ Ամերիկայի չի ստացվում։ Առանց Ամերիկայի Ուկրաինան փաստորեն դարձավ պատճառը Եվրոպայի վերազինման։ Եվ սա աննախադեպ, ֆենոմենալ, դարակազմիկ իրադարձություններ են։ Գերմանիան է վերազինվում։ Բրիտանիան միանում է Գերմանիան եւ Ֆրանսիան։ Ֆրանսիան իր միջուկային զենքերը պատրաստ է տարածել Եվրոպայով մեկ։ Եվ այս ամենը հանուն Ուկրաինայի։ Սա է երաշխիքը։ Մի երաշխիք, որը Հայաստանին էլ է պետք, այլ ոչ թե թղթեր։ Թղթերը հետո, սկզբից զենքերը։ Ուկրաինան անում է հենց դա, սովորել է պետք։ Զենք ասելով ես նկատի չունեմ միայն ծնդանոթները կամ հրթիռները։ Ամենամեծ զենքն է ճիշտ ռազմաքաղաքական դաշինքը, որից մենք ուշանում ենք, եթե չասեմ խուսափում ենք։ Ինչու մենք տարածաշրջանում մի պետություն ենք, որ Ամերիկայի հետ բան ունենք, ստորագրած խարտիա ռազմավարական համագործակցության, դա ծածանվում էր այդ թղթի կտորը բառացի ասած օրեր առաջ, հիմա ինչու ենք դրան թեր հավատորեն մոտենում։ Իսկապես ինչու ենք թեր հավատորեն մոտենում մի բանի, որը ստորագրել էր Բայդենը։ Մենք հենց այդ օրերին ցած քննարկել ենք, չէ՞ որ հիմա կարևոր է լավ թուղթ է, սիրուն, գեղեցիկ, կարևոր է հիմա ստանալ երաշխիքներ, որ որևէ թուղթ ստորագրած Բայդենի կամ Բլինքենի կողմից որևէ նշանակություն կունենան Թրամփի եւ Ռուբիոյի համար։ Մենք այդ երաշխիքները Դե այդ անցումային շրջանի ինչ խմբի մասին էր Փաշինյանը ասում, Միացյալ Նահանգները դա կայացած ինստիտուտների պետություն է, անձերի պետություն չի, երբ որ վարչակազմեր են փոխվում, այնտեղ խորհրդակցություններ են ստորագրվում, խորհրդակցություններ են անցկացվում, ստորագրվող փաստաթղթերի վերաբերյալ եւ երկու վարչակազմերն էլ կողմ են եղել այդ փաստաթղթի ստորագրմանը։ Մեր հանրության այսպիսի տեղեկություն է մատուցվել, թե իշխանության, թե փորձագիտական շրջանակների կողմից։ Հիմա դրանք հեչ են լինում, պարոն Խզմալյան։ Ես կուզեի հավատալ դրան, ես կուզեի, որ դա այդպես լիներ, սակայն եթե այդ տեքստը ընթերցվեր օրինակ, չեմ ասում Ուկրաինայի նախագահին, այլ ասենք Կանադայի, Մեքսիկայի ղեկավարությանը, Դանիայի, Եվրոմիության ընդհանրապես, Պանամայի, այսինքն մի շարք երկրների, որոնք շատ ավելի կարևոր են, մոտ են տնտեսապես եւ բոլոր այլ առումներով Միացյալ Նահանգներին, քան հեռավոր Հայաստանը։ Ապա երևի մենք կլսենք բավական հետաքրքիր արձագանքներ
Փաշինյանը այդ հայտարարությանը։ Այո, մենք էլ ենք կարծում, բայց հենց այս օրերին նման հայտարարությունները Փաշինյանի կողմից հնչում են մեղմ ասած խնդրահարույց, որովհետև հենց այս օրերը շուռ են տալիս վերջին 80 տարիների բոլոր պատկերացումները, դաշինքները եւ խաղի կանոնները։ Ոչ միայն խաղի կանոնները, խաղի անգամ տախտակները, սեղաններն են շուռ տրվում։ Եվ այս պայմաններում պետք է ավելին քան երբևէ ոչ թե իրական, այլ իրատեսական քայլեր անել։ Իրատեսական Հայաստանը պետք է իրատեսական Հայաստանը դա Եվրամիության անդամակցող Հայաստանն է։ Մնացած բոլոր դեգերումները պատրանք են։ Պարոն Խզմայլյան, Մակրոնը միջուկային զենքը կկիրառի, թե դա զուտ զսպման միջոց է իր ուղերձում ասում էր, որ մեջբերեմ ի վերջո նախագահն ու զինված ուժերն են որոշողը, ինչ էլ պատահի որոշումը միշտ լինելու է նախագահի զինված ուժերի ձեռքին եւ մենք ունենք միջուկային զսպման հնարավորություններ, դա մեզ պաշտպանում է շատ ավելի լավ, քան մեր հարևաններին։ Սա զուտ հայտարարություն է Վլադիմիր Պուտինին զգոնացնելու համար, թե հնարավոր է նաև գործնական ինչ-որ քայլեր իրականատես լինենք։ Դուք ձեր հարցով իհարկե շոյում եք իմ ինքնասիրությունը եւ իմ ինքնագնահատականը կտրուկ բարձրացավ, եթե դուք կարծում եք, որ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահը կարող է պատասխանել Ֆրանսիայի։ Դե կարող եք վերլուծություն անել, կապ գտնել ստեղծված իրավիճակի եւ հայտարարությունների մեջ։ Մենք գիտենք, որ ատոմային զենքը կիրառվել էր մեկ անգամ Ճապոնիային ծնկի բերելու համար եւ ոչ միայն Ճապոնիային, դա նաեւ Ստալինի վրա հոգեբանական ճնշում թողնելու նպատակ ուներ եւ իմիջիալուց դա աշխատեց։ Ստալինը այդ պատճառով դուրս եկավ Իրանից, դուրս բերեց իր բանակը Իրանից եւ երբ նրան առաջարկեցին ընտրել կամ Թուրքիան կամ Լեհաստանը, ինչն է ուզում, Չերչիլը եւ Ռուզվելտը առաջարկում են Ստալինին Արևմտյան Հայաստանը 45 թվականին, նա գերադասեց ստանալ Լեհաստանը։ Ինչպես գիտենք, արդյունքում կորցրեց եւ մեկը եւ մյուսը, մենք էլ հետեւաբար ոչինչ չստացանք։ Ատոմային զենքը դա կիրառման զենք չէ։ Դա զսպման զենք է, որովհետև դա ինքնասպանության զենք է։ Այդպես զսպվի Վլադիմիր Պուտինը։ Սա ուրիշ հարց է։ Մակրոնի խոսքերը այն մասին, որ նա է ընդունում որոշումը, վերաբերվում էր ոչ թե Պուտինին, դա վերաբերում էր Թրամփին։ Այսինքն Մակրոնը առաջին անգամ ասեց եվրոպացիներին եւ Միացյալ Նահանգների ղեկավարությանը, որ ՆԱՏՕ-ի դրամաբանությունը, երբ գլխավոր որոշողը Միացյալ Նահանգներն են, այլևս չի գործում եւ հետեւաբար Մակրոնը ինքն է այսուհետ որոշելու ինչ անել Եվրոպայում, կրակել, չկրակել, պատերազմ սկսել, չսկսել, դրանով նա սուբյեկտացրեց Եվրոպան եւ անջրպետ եւ սահման գծեց Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Նա դրանով դաս տվեց Թրամփին, ասելով, որ մենք անպաշտպան չենք, մենք չենք վախենում եւ կատարվեց հրաշք։ Նրան անմիջապես միացավ Բրիտանիան, ինչը անսպասելի էր, եւ երկրորդը նրան անմիջապես միացավ Գերմանիան, ավելին Ֆրիդրիխ Մերցը, դեռ երթունակալություն չանցած, բայց արդեն որպես կանցլեր գործող եւ խոսող, հայտարարեց, որ այլևս կաշկանդված, որ Գերմանիան այլևս կաշկանդված չէ երկրորդ համաշխարհային պատերազմի սահմանափակումներով եւ որ կրկնապատկվելու են ծախսերը Բունդեսվերի վերազինման համար ու փաստորեն Գերմանիան առաջին անգամ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ունենալու է լուրջ բանակ։ Այլևս ոչ ոք թող չասի, որ Թուրքիան է երկրորդ բանակը ՆԱՏՕ-ի։ Բոլորը հասկանում են, որ եթե զինվի Գերմանիան, այս Գերմանիան արդեն որոշել է զինվել, գումարները արդեն ասված եւ ընդհանուր առմամբ գրեթե տրիլիոն եվրո
տրիլիոն դոլար, որտեղ 800 միլիարդ եվրո, դա 1 տրիլիոն դոլար է։ Այդքան է Եվրոպան ծախսելու ու այլևս մեր հանձնաժողովներում կամ հեռուստաեթերներում թող չասեն, որ Եվրամիությունը բան է, ինչ են ասում, առևտրային ակումբ է, տնտեսական կառույց է։ Տնտեսական կառույցը 1 տրիլիոն դոլարի զենք չի ունենամ սովորաբար։ Այդպես որ Մակրոնի խոսքերը վերաբերվում են ոչ թե Պուտինին, այլ Թրամփին, Պուտինը ամեն ինչ հասկանում է ավելի շուտ քան Թրամփը, նա ավելի քիչ պատրանքներ ունի, եւ Պուտինը տեսավ, որ դա մեծ անակնկալ էր Պուտինի համար։ Նա երազում էր քանդել ՆԱՏՕ-ն, բայց նա երբեք չէր սպասում, որ Եվրոպան կվերաձևավորվի այսքան արագ, այսքան արդյունավետ եւ իմիջիալից Եվրոպան իր համար շատ ավելի վտանգավոր է, քան Ամերիկան։ Ամերիկայի հետ Ռուսաստանը երբեք չէր պատերազմել։ Եվրոպայի հետ պատերազմել էր եւ Եվրոպայում կան երկրներ, որոնք ոչ մի բարդույթ այս առումով չունեն։ Ուկրաինայից հետո Լեհաստանն է գալիս, Լիտվան բավական լուրջ երկիր է, իր փոքրիկ, բայց արդյունավետ զինված ուժերով, Ֆինլանդիան, որը սովետական միության ատամները հաշվել է 2 անգամ, Շվեդիան, Նորվեգիան իր փողերով, հետո իհարկե Ֆրանսիան, հիմա Թուրքիան է փորձում մտնել այնտեղ, վստահ չեմ որ կընդունեն, բայց Ֆրանսիան ակնարկեց, որ դա էլ չի բացառում։ Իսկ ինչ վերաբերվում է մեզ, այս տարածաշրջանում կա միայն մեկ բանակ, որը ունի պատմություն, համբավ եւ հաղթանակների փորձ, դա հայկական բանակն է։ Եվ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմում միայն հայկական բանակն էր, որ թելադրում էր իր կամքը, հայկական բանակ ասելով հայկական զորամիավորում։ Իսկ 90-ական թվականներին մենք ապացուցեցինք, որ մենք անվտանգության սպառող չենք, մենք անվտանգության մատակարարող ենք, ադրող ենք։ Պարոն Խզմալյան, դուք դեռ հույս ունեք, որ Հայաստան իշխանությունը ԵՄ-ի հետ կապված լուրջ քայլեր է անելու այս իրար խառնված աշխարհում։ Այդեպ պատգամավորներից մեկն էլ ԿՊԱ-կան հարցազրույցում Factor TV-ում հարցազրույց էինք անում, ասում էր, որ մենք խորացնելու ենք մեր հարաբերությունները ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի հետ։ Ես նկատեցի եւ ուրախացա, որ ինչպես բուրբոնների մասին ասվել էր, լրիվ ԿՊ-ի մասին իրենք ոչինչ չհասկացան եւ ոչինչ չսովորեցին։ Ես ուրախացա, որ ոչ ոք այլևս պատրանք չի ունենա։ ԿՊ-ի պատգամավորները իշխող խումբը, կուսակցությունը, ինչպես ուզում եք ասեք, դա Հայաստան չէ։ Այս առումով ես չեմ կարծում, որ նրանց կհաջողվեր անգամ այն համեստ բանը, որ հաջողվեց մեզ երեք կուսակցություններին եւ մի շարք հասարակական կազմակերպություններին հավաքել ստորագրություններ, ստորագրահավաք անցկացնել։ Ես վստահ չեմ, որ իրենց գոնե դա կհաջողվի հիմա։ Այդպես որ հարց է, թե ով է Հայաստանը, իմիջիալից 3 շաբաթ անց մենք միջանկյալ պատասխան կստանանք Գյումրիում, որտեղ մենք մարտահրավեր ենք նետելու հենց ԿՊ-ին, ձեր Լևոնով, մեր Սարիկը եւ ձեր Լևոնը մարտնչելու են առանց պայմանավորվածությունների կամ որևէ հետին մտքերի, իրենք կոալիցիա չեն կազմում, նրանք գնում են քաղաքը փրկելու համար։ Մենք գալիս ենք, կներեք, փրկիչները շատ են, ասեմ ուղղակի, մենք դիտում ենք ԿՊ-ն որպես մրցակից եւ մենք ենք որոշել իշխանության գալ Հայաստանում, ժողովրդավարական։ Դե բայց անակնկալ չի լինելու, կարծում եմ մարդկանց համար, որ վերջում ԿՊ-ի հետ կոալիցիա կազմեք եւ քաղաքապետի պաշտոնը բաժին հասնի Նիկոլ Փաշինյանին, դե նա հեղափոխությունից հետո երազում է Գյումրիում իշխանություն ունենալ։
Ես այդպես չեմ կարծում։ Երևանի դեպքում դա եղավ եւ ես կարծում եմ Արամ Սարգսյանը բավական պարզ եւ համոզիչ բացատրեց։ Նա ասաց, որ գիտակցում էր այդ քայլի բոլոր բացասական, նաեւ իր համար, իր կուսակցության համար, բոլոր կորուստները եւ բացասական հետևանքները, բայց նա դա իր խոսքերն են, ասաց, որ արել էր դա գիտակցաբար, որպեսզի Երևանը բաժին չհասնի ռուսամետ կուսակցություններին, հատկապես որ այդ օրերին, հենց այդ օրը, այդ ժամերին սկսվեց գրոհը Արցախի վրա եւ մենք 100-120 հազար փախստականներ ստացանք հենց սեպտեմբերի 19-ին եւ դրա արդյունքում, որովհետեւ Ռուսաստանին այդ պահին ռուսական հատուկ ծառայություններին թվաց, որ Երևանը անցել է պրոռուսական ուժերի, ով էր այնտեղ Թևանյան, Վանցյան, չգիտեմ, այդ մարդիկ, այդ կուսակցությունները, եւ այդ դեպքում, եթե Երևանը անցնում է պրոռուսական ուժերի ձեռքը, Երևանը դա Հայաստանի ուղղակի մայրաքաղաքը չէ, դա Հայաստանի կեսն է ու կեսից ավելի։ Ահա ինչու Արամ Սարգսյանի որոշումը փաստորեն պետք է դիտել ամեն ինչը պատմության տեսակետից։ Պատմության տեսակետից մենք փրկեցինք, մենք չկներեք Արամ Սարգսյանը իհարկե այդ որոշումով փրկեց Երևանը եւ ոչ միայն Երևանը։ Եկեք լինենք արդար։ Այն որ դրա համար նա գնաց դաշինքի, այդ պահին պատմությունը ցույց տվեց, որ դա դառը բարդ, բայց ճիշտ որոշում էր։ Կարծում եմ այս անգամ վիճակը բոլորովին այլ է եւ ժողովուրդը չի ընտրելու չի տալու պրոռուսական ուժերին գոնե Արցախի հայաթափումից հետո։ Ես ունեմ այսպիսի կարծիք, միգուցե դա պատրանք է, կտեսնենք։ Կտեսնենք Գյումրիում, հետո կտեսնենք Երևանում եւ ամբողջ Հայաստանում։ Բայց այնուհանդերձ ԵՄ-ի հետ կարծեք թե հարաբերությունների խորացում կա, կցորդ է նշանակում Հայաստանը, սա ինչ է տալու մեզ, փող են տալու, էլի, չգիտեմ, 10 միլիոնի կարգի ոնց որ, եւ միանգամից այս հարցն էլ տամ, հայտարարեց ԵՄ ներկայացուցիչը, որ մեխանիզմն են մտածում Հունգարիային որոշումներ կայացնելու, չասեմ դուրս մղելուց, բայց եթե Հունգարիան դեմ լինի, ապա միությունը կարողանա իր որոշումներ կայացնել, սա ինչի համար է ձեզ արվում։ Կարճ ասենք, Եվրոպան որոշեց զրկել Հունգարիային վետոյի իրավունքից։ Ոչ միայն Հունգարիան, այլ Սլովակիան եւ բոլոր այլ երկրներին, որոնք կարող են փորձել դա անել։ Դրա փորձը Եվրոպան ձեռք բերեց սկզբից ՆԱՏՕ-ի օրինակով, երբ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը տորպեդահարում էին նույն Հունգարիան, հետո Սլովակիան եւ Թուրքիան։ Եվրամիության դեպքում Թուրքիան հաշիվ չի, Թուրքիան չի լինի Եվրամիության անդամ, բայց Հունգարիան եւ Սլովակիան շատ կոնկրետ գործում են որպես Պուտինի գործականներ։ Ոստի Եվրոպան շատ արագ կընդունի այդ որոշումը։ Ինչ վերաբերում է ձեր առաջի հարցին, ես կպատասխանեմ այնպես ինչպես մի անգամ արդեն այդ մեր քննարկումների ժամանակ փորձեցի բանաձևել։ Նիկոլ Փաշինյանը սխալվել էր, երբ Ստրասբուրգում ասեց մի միտք, որ իրեն թվում է շատ գեղեցիկ եւ նա սիրում է այն կրկնել։ Մենք կլինենք Եվրոպայի հետ այնքան մտերիմ, որքան Եվրոպան դա ցանկանա, հա։ Ճիշտ հակառակը։ Եվրոպան շուռ է տալիս այդ միտքը եւ ասում է ոչ, Եվրոպան կլինի Հայաստանում այնքան, որքան Հայաստանը ցանկանա։ Եվ հիմա մենք աստորեն անդրակվե ստորագրավակ են կազմակերպում, որ ցույց տանք, որ Հայաստանը շատ ավելի պատրաստ է, քան Հայաստանի իշխանությունները։ Հետաձգեցին ձեր նախագիծը։ Մենք ձեռքերի վրա նստած չենք, մեր ձեռքերն էլ քարի տակ չեն, մենք մոտ օրերս գտնելու ենք միջոցներ վերադառնալու այդ հարցին, վերադարձնելու այդ հարցը քննարկմանը եւ ես վստահ եմ շատ մոտ ապագայում դիտավորություն տեսնում եք իշխանության կողմից։
Ես չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև դա քննարկվող հարց է։ Ես կհիշեցնեմ ձեզ նաև մի այլ փաստ, որի մասին շատերը մոռացել են։ Ռուսաստանի երրորդ երևի պաշտոնյա հանդիսացող Մատվիենկոն չի գալիս, եւ Ալեն Սիմոնյանը գտավ ինչ-որ բացատրություն հետաձգելու այդ այցը առնվազն 3 ամսով, եթե ոչ առավերջ։ Այսինքն Չէ, բայց ասած հունիսին թե հուլիսին գալու է մի երկու օր առաջ ազգային ժողովում։ Այո, հունիսին կամ հուլիսին, երբ որ դա ասվում է փետրվարի վերջին մարտի սկզբին, դա նշանակում է, որ կարող է դեկտեմբեր ամսին էլ գա կամ չգա։ Պուտինն էլ երբ որ 22 թվականի նոյեմբերի 22-ին այստեղ էր, ես մենակ էի ասում, որ սա Պուտինի վերջին այցն է Հայաստան։ Տեսնում եք, առայժմ ես ճիշտ եմ։ Այդպես որ կարող է Մատվիենկոին էլ մենք չտեսնենք իր բոլոր լավ, շարունակեմ։ Իսկ ինչ վերաբերվում է Եվրոպայի ուղղությամբ այդ քայլերին, այո, ԿՊ-ն շարունակում է բալանսավորել։ Մի քայլ ձախ, մի քայլ աջ, մի քայլ արևելք, մի քայլ արևմուտք։ Ես համարում եմ, որ սա անթույլատրելի է եւ մենք կփորձենք համոզել սկզբից իշխանություններին, իսկ եթե չհաջողվի, ժողովրդին համոզենք, որ այլևս այսպես չի կարելի շարունակել եւ պետք է գործել այլ կերպ։ Պարոն Խզմալյան, մենք սահուն բաց թողեցինք Ադրբեջանում պահվող գերիների հարցի քննարկումը։ Այո, Նիկոլ Փաշինյանը կարող է անել մի բան, որը ըստ ձեզ չի անում։ Լավ հարց է։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անել այն, ինչ պարտավոր է անել։ Սա հին ասպետական օրենք է։ Արա ինչ պետք է եւ թող լինի ինչ լինի։ Նիկոլ Փաշինյանը ունի բազմաթիվ քայլեր անելու եւ ոչ միայն եւ ոչ այնքան ռազմագերիների վերաբերյալ։ Ես ճիշտ ասած կեղծավոր եմ համարում որոշ կուսակցական գործիչների հացադուլները, որովհետեւ սա ինչ է նշանակում, իսկ մեր զինվորների համար հացադուլ պետք չէր անել, կամ փախստականների համար, այսինքն դուք հացադուլ անում եք միայն ձեր կուսակցության հովանավորի համար, սա բավական տգեղ է ու տարօրինակ է, որ բարոյական աստառը սրա աչք չի ցակում ոչ ոքի, բայց վերադառնանք Նիկոլ Փաշինյանին։ Այո, Նիկոլ Փաշինյանը կարող է անել, Հայաստանի կառավարությունը կարող է եւ պետք է անել բազմաթիվ բաներ։ Բոլոր զանգերը խփել, բոլոր դռները ծեծել, բոլոր հասցեներով գրել նամակներ, ուղարկել մունետիկներ, հայտարարություններ անել, գիշեր-ցերեկ, չթողնել Ադրբեջանին շունչ քաշել, բայց այս ամենը չի վերաբերվում Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին եւ մնացածներին։ Սա վերաբերվում է Արցախին, փախստականներին։ Ահա է որտեղ շանգալուխը թաղած։ Այսինքն դուք Նիկոլ Փաշինյանը, իրոք ես ավարտեմ, Նիկոլ Փաշինյանը չի ուզում արտասանել Արցախ բառը, չի ուզում անդրադառնալ դրան, այս սա է ամենամեծ խնդիրը, եւ դրանում է իր մեծագույն սխալը, որ նա իր անձնական անհաջողությունը, որ իրականում ազգային ողբերգություն է, թաքցնելու համար, չհիշատակելու համար, վախենում է ավելորդ անգամ խոսել այդ մասին, մինչդեռ հենց այդ ճանապարհի վրա է մեր ռևանշը։ Ես չեմ խուսափում այդ խոսքից։ Այսինքն դուք որ ասում եք Ռուբեն Վարդանյանը չէ, Դավիթ Բաբայանը չեն, մեկը չէ, այսինքն Հայաստանի իշխանությունը թողնի այդ մարդկանց մնան այնտեղ։ Պարոն Կիրակոսյան, դուք փորձառու լրագրող եք, մի խեղաթյուրեք, ես չեմ ասել։ Ես ձեր միտքը իմ համար պարզ չէ, դուք ասեցիք հարցը Ռուբեն Վարդանյանը չէ եւ մյուսները չեն, բայց հիմա նրանք են ծանր վիճակում։ Ես ասացի, որ բանը ոչ այնքան եւ ոչ միայն այս մարդկանց խնդիրն է, այլ բոլոր մեր ռազմագերիների, փախստականների, ես Արցախի հարցն է, որովհետեւ այս մարդիկ այլ մոլորակից չեն ընկել, իրենք ինչու են այնտեղ, որովհետեւ իրենք Արցախում էին։ Հիմա այն հարցը, որ նրանց մեղքով Արցախը
Նաև նրանց մեղքով, հիմնականում նրանց մեղքով, հատկապես վերջի ամիսներին դա պարզապես նրանց մեղքն էր, որ իրենք չգնացին այն հնարավորությունների ընդառաջ, որ տրվում էին, բայց այս ամենը հիմա էական չէ։ Ինձ համար Արցախը ավելի կարևոր է, քան այս մարդիկ, որովհետև խոսելով նրանց մասին, մենք խոսում ենք Արցախի մասին, չխոսելով նրանց մասին, ինչ անում է Փաշինյանը, մենք չենք խոսում եւ աշխարհը չի լսում Արցախի մասին։ Այդ դա ինձ համար մեծագույն խնդիր է եւ Փաշինյանը մեծագույն իմ կարծիքով սխալ է։ Վարդան Օսկանյանն է մի լուծում առաջարկում, ասում է դադարեցրեք բոլոր բանակցային գործընթացները Ադրբեջանի հետ եւ պահանջեք, որ վերադարձնեն գերիներին եւ նոր միայն դրանից հետո շարունակեք։ Սա աշխատող տարբերակ է, թե ոչ։ Միանգամայն աշխատող, բայց ում համար, Մոսկվայի համար, Բաքվի համար, միանգամայն աշխատող, քանի որ Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարարն է, չեմ զարմանում, որ հենց Վարդան Օսկանյանից իմ շատ հին ծանոթ, չեմ ասի բարեկամից, մենք բարեկամներ ընկերներ չենք եղել, բայց ծանոթ ենք 89-90 թվականից։ Ես շատ լավ գիտեմ նրան, շատ լավ գիտեմ նրա սահմանները եւ մտավոր նույնպես։ Այնպես որ ոչ, եթե փորձենք խոսել լուրջ, իհարկե չէ։ Սա ռուսական ծրագիր է, որովհետև ուղիղ բանակցությունները դա այն է, ինչ Մոսկվան չի ուզում։ Իսկ ինչ է ուզում Մոսկվան։ Մոսկվան ուզում է իր դերի վերականգնումը, միջամտությունը եւ միջնորդությունը։ Այդպես որ ոչ։ Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի միտք է ասում գերիների հետ կապված, ասում է Հայաստանի վարչապետ, երբ որ ելույթ էր ունենում, երեք կառավարությունում ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ նշում է, որ վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, այլև Հայաստանի պետական շահերի եւ քաղաքացիների շահերի վրա։ Այո, այդ թվում համաչափորեն խելամիտ ձևով կենտրոնանալ, այդ թվում մեկ անձերի խնդիրների լուծման վրա։ Այս իրար ամերժ, իրար հակասող հայտարարություն չի, սա մեկ ըստ էության ուզում է ասել, որ հանուն անձերի, գոնե ես այդպես եմ հասկանում, հանուն անձերի չեն կարող պետություն կորցնել, եթե ճիշտ եմ իր ասածը հասկանում։ Մեկ ասում է, որ այո, նաև անձերն են կարևոր։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Դասական, փաշինյանական արտահայտություն է, որի մեջ շատ հեշտ է գտնել իրար բացարձակապես հակասող դրամագծորեն հակառակ մտքեր։ Ես առաջին անգամ չէ եւ դուք նույնպես առաջին անգամ չլսում եք նման բաներ, ամենահետաքրքիրը որ նա կարողանում է մեկ նախադասության մեջ տեղավորել այդ հակասող մտքերը, տվյալ դեպքում նա սկզբից ասեց մի սարսափելի սխալ բան, հետո հիշեց, որ պետությունը վերջը ստեղծված է քաղաքացու մարդու համար։ Երբ որ հիշեց, նա ստորակետ դրեց, այլ ոչ թե վերջակետ եւ շարունակեց ասելով արդեն առաջի ստորակետից առաջ ասացի հակառակը։ Այսինքն իր ոճի համար դա նորմալ է, դա արդեն սովորական է, զարմանալ պետք չէ, սпасելի էր։ Իսկ էթիկական, բարոյական, նաեւ քաղաքական տեսակետից սա իհարկե խայտարակություն է եւ ոչ մի իրեն հարգող պետական այր երկրի ղեկավար նման բան չի անի, տեսեք Թրամփը հենց հիմա վերջնագիր է ներկայացնում Ղազայի արաբներին, Համասին, ինչ պատճառով, պատանդների պատճառով, ուրիշ բան չի ասում, պատանդների պատճառով, Իսրայելը մեկ պաղեստինցու կյանքի համար մի անգամ ցուցադրաբար 1000 կներեք, մեկ հրյա գերավարված հրյա կապրալի համար, ազգանուն էլ լավ չեմ հիշում, մեկ անգամ ցուցադրել, որ 1000 պաղեստինցի բանտարկել բաց թողեց, ցույց տալով ինչ կարևոր է մեկ մարդու կյանքը, մեկ հրյայի կյանքը Իսրայելի համար։ Եվ պատմության մեջ դա մտավ կապրալը, իսկ Փաշինյանը ինչ է ասում։ Իմիջիալս պետական նախարար է, չէ՞, մարդը Արցախի պետական նախարար էր, Հայաստանից էին ստանում, կես միլիարդ փող էր ստանում Արցախը Հայաստանից, կես միլիարդ դոլար։
ոնց կարելի է դա ուրանալ, մոռանալ կամ ձևանալ, որ դե ես պետության շահերն եմ լուծում, սա է պետության շահը։ Իմիջիալոց թողնելով նրանց մենակ, դուք թողեցիք, որ իրենք արդեն այնպիսի բաներ են սկսել այնտեղ խոսել, որ դուք գիշեր արդեն չեք քնելու հանգիստ։ Որտեւ իրենք խոսում են, ասում են այն ինչ ազերիները իրենց ստիպում են խոսել։ Հիմա պետք չէ գլուխը պատով տալ։ Նախապես պետք էր ասել, որ այս ամբողջ դատավարությունը անընդունելի է, անօրինական է։ Հիմա Ինչու Նիկոլ Փաշինյանը թողեց գա հասնի այն կետին, որ արդեն սլակները ուղղվում է իր կողմը, նոր այդ դատավարությանը որակում տվեց։ Դուք պատասխանեցիք ձեր հարցին ստորակետից հետո։ Ես չեմ ուզում որակումներ տալ, այս ամենը երեք չի սկսվել էր 18 թվականին, 20, շարունակվեց 23-ին, այդ սխալների կույտը շարունակվում է։ Եվ ես չեմ տեսնում այս իշխանության մեջ մարդկային, քաղաքական, մտավոր ներուժ դուրս գալու եւ Հայաստանը, հայ ժողովրդին դուրս բերելու այս անդունդից։ Իրենք կարող են մի քանի ճիշտ քայլ անել, բայց իրենք կրողը չեն այդ գաղափարների, որոնք մեկ-մեկ արտասանում են ըխտով, երբ որ ճիշտ է գրված։ Այդպես որ ես կարծում եմ, որ ելքը մեկն է, դա իշխանափոխությունն է ընտրություններով։ Հերթական թե արտահերթ ես դա չգիտեմ։ Պարոն Խզմայլյանը, Թուրքիայում գտնվող Ալիևը հայտարարել է, թե իբր Զանգեզուրը դա ադրբեջանցիներինն է եղել եւ սովետական միության զորքը դա բան արել, հա, վերցրել եւ տվել է Հայաստանին, որևէ փաստական իհարկե տվյալներ չներկայացնելով, ինչպես իր գրեթե բոլոր հայտարարություններն ավելի ճիշտ, սա արդյոք ակնարկ չէ այն մասին, որ Ալիևը ռազմական գործողությունների է պատրաստվում։ Չէ, դրա մեջ որևէ նոր բան չկա։ Հենց դա կոնկրետ այդ մի հարցում դա չի կարելի ամեն ինչից այդքան տպավորվել եւ խոճապի մատնվել։ Մենք պարանոիկներ չենք, ասել էր էլի կասի, պարզապես ինչ ենք արել մենք որպես պետություն, ժողովուրդ, երկիր, որպեսզի նա նման բաներ չկարողանա ասել, ոչինչ։ Եվ նման բան չասելու համար ոչ միայն բանակ էր պետք ունենալ, դիվանագիտություններ պետք ունենալ, Սամվել Կարապետյանի պես, Գինոսյանի պես մարդիկ պետք է լինեին տեղում, պաշտոններ ունենային եւ կարողանային աշխարհի հետ խոսել, պես ինչպես պետք է խոսի հայ մտավորականը։ Վերնախավ է պետք դրա համար, այլ ոչ թե այս վախեցած, կոտրված եւ պատեի պատիր տվող մարդկանց խումբը, որը կոչվում է հիմա հայկական իշխանություն։ Իմիջիալոց վերադառնալով ձեր առաջի հարցին, մենք արդեն ամփոփում ենք, կարծում եմ Եղիշե Կիրակոսյանը մենք խոսեցինք, չէ՞, նրա Չէ, չխոսեցինք։ Չխոսեցինք, ներեք, ես ուղղակի մտածում եմ, Եղիշե Կիրակոսյանը իր հրաժարականով ոչ միայն քաղաքացու խիզախ եւ ճիշտ քայլ արեց, նա նաեւ քաղաքական առումով ճիշտ քայլ արեց։ Նա այն առաջիններից է, ով սկսեց լքել այս խորտակվող նավակը։ Դե մենք դեռ կլսենք նրա անունը։ Բանից է խորտակվում, ինքը գրել է, նշել է, որ ոնց որ ակադեմիական կրթություն գիտելիքները ամրապնդելու, հարստացնելու հետ կապված է բանանում դուրս գալիս, բայց այս նավը արդեն բան է, այն վերջի մասն է մնաց ըստ էության, որ մտնի ջրի տակ էլ երբ պետք է դուրս գան այս նավից։ Ամենադեպս ինքը ճիշտ հանգրվան է ընտրել եւ մենք կլսենք նրա անունը դեռ։ Նա մտել է նավահանգիստ, թողնելով նավը խորտակվի իր անձնակազմով։
Եվ վերջում, պարոն Խզմալյան, Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջև փոխհրաձգություն է սկսվել, մեղադրում են իրար Նիկոլ Փաշինյանին իշխանության տալու, մեկը Սերժ Սարգսյանի թիմից ասում են Քոչարյանի ընտանիքը հեղափոխություն արեց, Քոչարյանի կողմից պատասխանում են, որ հանրապետականը ընտրեց, կողմ քվեներն ապահովեց, ըստ ձեզ ինչ է տեղ ունենում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև, այս պայթյունը ինչով էր պայմանավորված։ Սա նորություն չէ, սա երևի այն հազվադեպ օրինակներից է կամ դեպքերից է, երբ ես կարող եմ համաձայնվել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սերժ Սարգսյանը առաջին անգամ չէ, որ տորպեդահարում է Քոչարյանի եւ Պուտինի, հետեւաբար Պուտինի միջամտությունը, դա շատ հետաքրքիր, զարմանալ եւ դեռ չնկարագրված այս խոսակցության մեջ մենք չենք տեղավորվի դրա մեջ։ Ես ընդհանրապես շատ հակիրճ կանդրադառնամ, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ այո, Սերժ Սարգսյանը շատ բան արեց 18 թվականի համար, այդ տեղափոխության համար, նա Ինչի համար? Տեղափոխության համար, այն ինչ Դուք արդեն դա տեղափոխություն եք համարում, առաջ հեղափոխություն էիք ասում։ Ես երբեք հեղափոխություն բառ չեմ, դուք երբեք չեք գտնի որևէ եթեր կամ հոդված, որտեղ ես դա անվանեմ հեղափոխություն։ Մի վերագրեք ինձ այն, ինչ ես երբեք չեմ ասել, ես առաջիններից եմ։ Ստուգեք, ես առաջիններից եմ, ով դեմ էր այդ ամեն ինչին, ոչ թե հեղափոխությանը, ինչպես դուք ասացիք։ Ես արդեն հուլիսին մեր կուսակցությունը առաջինն էր, ով պիկետներ էր անում 18 թվականի հուլիսին կառավարության շենքի դեմ։ Ոչ ոք մեր կողքը այդ ժամանակ չէր կանգնում։ Մենք առաջինն էինք, ասելով, որ սա խեղկատակություն է։ Լավ, ինչևէ, մենք ուրիշ դիրքերից ենք քննադատում։ Այսինքն, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել եւ իրենց ցասումն էին հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ, դա դուք խեղկատակություն եք համարում։ Ոչ, դա չէ։ Այդ մարդիկ ցանկանում են փոփոխություն, այդ մարդիկ ցանկանում էին պուտինյան գաղութացման վերջը, որը ընդամենը մի քանի օր անց մերժվեց Փաշինյանի կողմից, երբ նա ասաց մենք ոչ մի վեկտոր չենք փոխում, մենք մնում ենք Ռուսաստանի դաշնակիցը եւ այդ պահից դա մոտավորապես մայիսի 5-ն էր 18 թվականի ինձ գոնե ամեն ինչ պարզ էր։ Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանը 16 թվականից հետո փորձում էր փրկել Արցախը, ոչ թե Հայաստան, Արցախը։ Միգուցե Հայաստանի գնով նա հասկանում էր, որ նա ընդունելի է Պուտինի համար, Պուտինը նրան չէր վստահում եւ նա փորձում էր դուրս գալ այս խաղից։ Այդպես որ իմիջիալս նա երկար ժամանակ օգնում էր Փաշինյանին, օգնում էր անտիմիտինգի ժամանակ նույն մայիսին 18 թվականի գնալով Ստեփանակերտ եւ հանգստացնելով մարդկանց նա հետկուլիսյան ինտրիգաներ էր անում Քոչարյանի դեմ, այսինքն Պուտինի դեմ։ Մենք կարող ենք նկատել այդ բաները, բայց դա էական չէ, դա ոչինչ չէր փոխում։ Պարզապես իրանք իրար կրծում էին, երկուսն էլ նույն դպրոցն էին անցել, պարզապես մեկը ավելի խելացի էր, մի քիչ ավելի հայրենասեր, բայց որևէ բան այլևս չի նշանակում։ Ինձ դա ճիշտ ասած այդքան էլ չի հետաքրքրում։ Նա իր դերը կատարեց, հասկացավ, որ խայտառակ սխալ արեց, փորձում է հիմա ինչ-որ մեղքեր քաղել, գցել ամեն ինչ Փաշինյանի վրա, դա իրանք այսպես երկար իրար մեղադրելով կապրեն, բայց դա մեզ չպետք է հետաքրքրի։ Մենք պետք է մեր երեխաներին եւ պետությունը փրկենք։ Իրենք արդեն նախկին են, բոլորը։ Ինչպես ասաց Արթուր Սակունցը, Եվրաքվեն բոլոր ներկաներին դարձրեց նախկին։ Շատ ճիշտ ասաց Սակունցը։ Շնորհակալություն, պարոն Խզմալյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն։